Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկեք փորձենք հասկանանք ինչ կնի երկրագնդի հետ, եթե երկրագնդի բախվի շատ մեծ երկնաքար։ Առաջի հերթին այդ բախումից կառաջանա շատ մեծ խառնարան, խառնարանից ու այդ բախումի հետևանքով մթնոլորտ կանցնեն շատ մեծ տոննաներով, շատ մեծ քանակության տոննաներով փոշի եւ քարեր։ Բախումից ուժեղ ալիքներ կլինեն, կիլոմետրերով ալիքներ կլինեն, բայց իհարկե ամենավտանգավորը այդ ալիքները չեն, ամենավտանգավորը այդ փոշին է, որը մթնոլորտի մեջ կկուտակվի ու նաև հնարավոր է, որ արևից ճառագայթները չթողի երկրագունդ հասնի ու հենց այդ պատճառով որոշ բույսեր, որոշ կենդանիներ շատ հնարավոր է, որ մահանան, որովհետև այդ ամեն ինչը չի տևի ուղղակի մի քանի ժամ, ես կարծում եմ, որ եթե շատ մեծ երկնաքար լինի ու փոշին շատ բարձրանա, կարող է նաև օրեր, շաբաթներ, ինչու՞ չէ, նաև հնարավոր է, որ ամիսներ տևի այդ ամեն ինչը, հենց այդ պատճառով բույսեր, կենդանիներ կարող են մահանալ, մարդկությունը որոշ մարդիկ կմահանան, բայց նաև մարդկությունը կկարողանա գոյատևել այդ ամեն ինչից ելնելով, ու նաև գիտնականները կարծում են, որ միլիոնավոր տարիներ առաջ հենց նմանատիպ իրադարձություններ դինոզավրներն ոչնչացրել երկրագնդից, բայց կարծում եմ, որ տարիների ընթացքում մարդկությունը կստեղծի նեծ սարքավորումներ, որ եթե նմանատիպ խնդիր լինի տիեզերքից, որ մեծ երկնաքար է գալի դեպի երկրագունդ, ապա մարդկությունը հենց տիեզերքում գոպտացած իր հարցերը կլուծի ու երկրագնդի ոչ մի սպառնալիք չի լինի։ Այսօր այսքանը, հետևեք իմ էջին, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, վիդեոն լայքեք ու անպայման ուղարկեք ձեր ընկերոջը, թող ինքն էլ հետ չմնա ու թող նայի վիդեոն։